11000 մետր բարձրության վրա, ճապոնական ծովի վերևում, մութ երկնքում, ուղևորատար Boeing 747-ը, որի մեջ գտնվում էին 269 մարդ, առանց որևէ տեխնիկական նախազգուշացման կորցնում է կառավարումը։ Հսկայական ինքնաթիռը սկսում է անկում դեպի ծով վայրկյանում մոտ 100 մետր արագությամբ։ Ներսում խուճապ է։ Ավիադիսպեչերը ոչնչով օգնել չի կարող։ Խցիկում խուճապը մեծանում է։ Օդաչուները մինչև վերջին վայրկյանները պայքարում են վերահսկողության տակ առնել երկաթյա հսկային, բայց անարդյունք։ Սա տեխնիկական խափանում չէ։ Ճշմարտությունը բոլորովին այլ է։ Այն մարդկային չար գործոն է։ Եվ այսպես 1983 թվական սեպտեմբերի 1 ԱՄՆ Նյու Յորք Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայան։ Սա Միացյալ Նահանգների ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկն է։ Այստեղ միջին հաշվարկով յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ կամ թռիչք է լինում կամ վայրեջք։ Թվում է հերթական, ոչնչից չտարբերվող սովորական օր։ Korean Airlines 007 չվերթը պատրաստվում է գիշերային երկար թռիչքի դեպի Անքորիջ, Ալյասկա, որտեղից էլ դեպի վերջնակետ Սեուլ, Հարավային Կորեա։ Օդանավը Boeing 747, այն ժամանակների ամենամեծ եւ ամենագեղեցիկ ուղևորատար թռչող մեքենան։ Այս մոդելը համարվում է ավիացիայի խորհրդանիշ, հզոր, 4 շարժիչանի, հուսալի եւ տեխնոլոգիապես առաջադեմ։ Այն շահագործվում է արդեն ավելի քան 40 տարի եւ մինչ օրս շարունակում է իր թռիչքները թե ուղևորատար եւ թե բեռնատար։ Այսօր այս գիշերային եւ ճակատագրական թռիչքը ղեկավարելու է բավական փորձառու անձնակազմը։ Օդանավի հրամանատար 45-ամյա կապիտան Չուն Բյոն Ինը, ով ունի ավելի քան 10000 թռիչքային ժամ փորձ։ Մինչ կոմերցիոն օդաչու դառնալը, կապիտանը երկար տարիներ ծառայել է Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերում որպես ռազմական օդաչու, ինչը նրան էլ ավելի մեծ փորձ է տալիս։ Կապիտանին օգնում է երկրորդ օդաչու ոչ պակաս փորձառու 47-ամյա Սոն Դոնգ Հյուը։ Մինչ ուղևորները բարձրանում են օդանավ, կապիտան Չուն Բյոնը կատարում է նախաթռիչքային ստուգումները։ Դա սովորական ընթացակարգ է։ Ոչ ոք երբեք չի պատկերացնի, թե ինչ սարսափի է վերածվելու այս չվերթը մի քանի ժամ անց, եւ որ այն վերածվելու է մի այնպիսի պայթունավտանգ իրավիճակի, որը քիչ էր մնում հանգեցներ մեծ պատերազմի երկու գերտերությունների միջև՝ Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության։ Երբ բոլորը տեղավորվում են, կապիտան Չուն Բյոնը ստանում է թռիչքի հրահանգ։ Նա շարժիչները միացնում է թռիչքային ռեժիմի եւ 420 տոննա կշռվող մեքենան սկսում է արագություն հավաքել։ Ժամը 00:25 րոպեին 747-ը օդ է բարձրանում Նյու Յորքի երկինք։ Ներսում ընդհանուր 269 հոգի է, 246 ուղևոր եւ 23 անձնակազմի անդամներ։ Ուղևորների մեծ մասը Հարավային Կորեայի քաղաքացիներ են, իսկ մյուս մասը Միացյալ Նահանգների։ Ամեն ինչ ընթանում է սովորականի պես։ Կապիտանը աստիճանաբար բարձրացնում է օդանավը դեպի նախատեսված բարձրությունը 11000 մետր։ Իսկ սրահում ուղևորները հարմարվել են երկար գիշերային թռիչքին։ Ոմանք քնած են, ոմանք զրուցում, բորտուղեկցորդուհին սպասարկում։ Սովորական հանգիստ թռիչք։ Բայց այս չվերթը տեղի ունենում մի ժամանակահատվածում, երբ աշխարհը ապրում էր լարվածության մշտական զգացողությամբ։ 1980 թվականների սկիզբը սառը պատերազմի ամենալարված տարիներից էր։ Երկու գերտերություններ՝ Միացյալ Նահանգները իր դաշնակիցներով եւ Խորհրդային Միությունը գտնվում էին մշտական քաղաքական եւ սառը պատերազմի մեջ։ Թեև ֆիզիկապես պատերազմ չկար, իրականում աշխարհը բաժանված էր երկու հակադիր բևեռների։ Այս լարված իրավիճակում շատ կարևոր դեր էր խաղում ռազմական հետախուզությունը, ինչն էլ ավելի ուշ հանգեցնելու է հենց ողբերգությանը։ Երկու կողմերն էլ մշտապես իրականացնում էին գաղտնի օդային հետախուզական գործողություններ, այլ կերպ ասած լրտեսություն։
փորձելով հետևել եւ գնահատել միմյանց ռազմական օբյեկտները, ռադարային համակարգերը եւ հրթիռային բազաները։ Այդ օրերին ամերիկյան ռազմական հետախուզությունը, այսպես ասած, լրտեսում էր Խորհրդային Միության հեռավոր արևելքը, Սիբիրի եւ Խաղաղ օվկիանոսի շրջանը, փորձելով հավաքել կարևորագույն տեղեկություններ ԽՍՀՄ-ի ռազմական օբյեկտների վերաբերյալ, որը արևմուտքի համար սպառնալիք էր հանդիսանում։ Իսկ ԽՍՀՄ շատ լավ հասկանալով եւ տեսնելով այդ ամենը, ռադարներով մշտապես հետևում էին երկնքին, ցանկացած կասկածելի թռիչք, լրտեսություն անմիջապես հայտնաբերելու եւ կասեցնելու։ Մի փոքր սխալ եւ իրավիճակը կարող էր վերածվել լուրջ միջազգային ճգնաժամի։ Իսկ ահա 11000 մետր բարձրության վրա խաղաղ քաղաքացիական թռիչք իրականացնող 747-ը կամաց մոտենում է վտանգին։ Թռիչքից մոտ 40 րոպե անց օդանավը անհասկանալի պատճառներով սկսում է շեղվել հիմնական ուղուց։ Նա մոտենում է ԽՍՀՄ-ի օդային տարածքին։ Նրանք արդեն շեղվել են մոտ 500 կիլոմետր հիմնական ճանապարհից։ Եւ ոչ ոք դա չի նկատում, բայց ԽՍՀՄ ռադարներով հետևում եւ տեսնում է անկոչ հյուրին։ 30 րոպե անց 11000 մետր բարձրության վրա հանկարծ առանց որևէ ազդանշանի օդանավը կառավարումից դուրս է գալիս։ Ինչ որ բան կատարվեց։ Օդաչուները փորձում են ամեն հնարավոր բան, բայց անարդյունք, մեքենան այլևս չի ենթարկում նրանց։ Բոինգի առաջնամասը մի պահ վեր է բարձրանում մինչև 11700 մետր, այնուհետև վարկյանում 100 մետր արագությամբ քարի պես իջնում ուղիղ ճապոնական ծովը։ Օդաչուները շուրջ 10 րոպե կենաց մահու պայքար են մղում հսկա մեքենան կառավարման բերելու, բայց անարդյունք ոչինչ չի ստացվում։ Նրանք չգիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Քիչ անց հսկա 747-ը 269 հոգով անհետանում է ռադարների էկրանից։ Անհանգստացած ավիադիսպեչերի կապ հաստատելու բոլոր փորձերը անարդյունք են։ Պատասխան չկա։ Իսկ Սեուլի օդանավակայանում ուղևորների հարազատները արդեն սպասում են Korean Airlines 003 չվերթի ժամանմանը, բայց նախատեսված ժամն արդեն անցել է, իսկ օդանավը այդպես էլ չի ժամանում։ Այն երբեք չի ժամանի։ Քանի որ ժամեր անց բոլորն իմանում են սարսափելի իրականությունը։ Օդանավը կործանվել է ճապոնական ծովի տարածքում։ Ներսում եղած բոլոր 269 հոգին էլ զոհվել են։ Օդանավի կործանման լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ աշխարհում։ Բոլոր լրատվական հեռուստաալիքները սկսեցին լուսաբանել տեղի ունեցածը։ Մինչ կպարզվեր դեպքի մանրամասները, ընդամենը մի քանի ժամ անց Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունները սկսեցին վերլուծել իրենց ռադիոհետախուզական համակարգի միջոցով գրանցված տվյալները։ Այդ համակարգերը գաղտնի որսացել էին ԽՍՀՄ-ի հակաօդային պաշտպանության ռադիոկապերը։ Գաղտնի հավաքած հետախուզական տվյալների համաձայն Վաշինգտոնը արեց մի սարսափելի բացահայտում։ Նրանք ասացին, որ քաղաքացիական Boeing 747 ուղևորատար ինքնաթիռը խոցվել է Խորհրդային Միության կործանիչից արձակած հրթիռով։ Շուտով ամերիկյան իշխանությունները հրապարակայնորեն հայտարարեցին եւ սկսեցին շատ կոշտ մեղադրել Խորհրդային Միությանը այս ամենի մեջ։ Ոչ ոք չէր կարողանում հավատալ, ինչպես կարող էր ԽՍՀՄ հարվածի եւ կործանի ուղևորատար օդանավը։ Բոլորը շոկի մեջ էին եւ սպասում էին բացատրության։ Արևմուտքը համոզված էր, որ հենց ԽՍՀՄ-ն է այս ամենի մեղավորը, եւ հաջորդ օրը Վաշինգտոնում հրատապ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այդ ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Շուլցը հանդես եկավ կտրուկ եւ կոպիտ հայտարարությամբ։ Նա հայտարարեց, որ ԱՄՆ գաղտնի հետախուզական տվյալները ցույց են տալիս քաղաքացիական Boeing 747 ուղևորատար ինքնաթիռը իրոք խոցվել է Խորհրդային Միության կործանիչի կողմից։ Շուլցը այս գործողությունը բնութագրեց որպես ծանր հանցագործություն եւ ասաց, որ այս հրեշավոր արարքը չունի որևէ արդարացում, զոհերի քանակը շատ է։
Հարավային Կորեայում հազարավոր մարդիկ սկսում են դուրս գալ ցույցերի եւ բացահայտ մեղադրել Խորհրդային Միությանը ինքնաթիռի խոցման մեջ։ Հավաքված բազմությունը արտահայտում էր իր զայրույթը եւ պահանջում արդարություն զոհված 269 մարդկանց համար։ Այս բողոքի ալիքը դարձավ միջազգային արձագանքի մի մաս, ավելի մեծ ճնշում ստեղծելով Խորհրդային Միության վրա։ Սառը պատերազմը արդեն լարված մթնոլորտում էր։ Լարվածությունը գերտերությունների մեջ հասել էր իր գագաթնակետին։ Այդ ժամանակահատվածում Արևմուտքը եւ ԽՍՀՄ-ը շատ մոտ էին մեծ պատերազմի, որը անկասկած կթողներ իր անդառնալի հետևանքները մարդկության գոյության վրա։ Լարվածությունն հասել էր այն աստիճանի, որ ԽՍՀՄ-ը սպասում էր հնարավոր հարձակման Արևմուտքի կողմից։ Մինչ աշխարհը քննարկում էր տեղի ունեցածը, ԽՍՀՄ-ը սկզբում պաշտոնապես հերքեց իր մասնակցությունը միջադեպին։ Նրանք հայտարարում էին, որ իրենց ռազմական ուժերը որևէ քաղաքացիական ինքնաթիռ չեն խոցել եւ որ ներկայացված մեղադրանքները անհիմն են։ Բայց կամաց-կամաց սկսեցին հայտնվել փաստեր, որոնք հակասում էին ԽՍՀՄ-ի պաշտոնական հերքումները։ Ամերիկյան գաղտնի հետախուզությունը ցույց տվեց անհերքելի փաստեր ԽՍՀՄ-ի ռազմաօդային ուժերից, որոնք հաստատում էին միջադեպի իրականությունը։ Եվ ավելի ուշ, առանց սպասելու պաշտոնական հետաքննության արդյունքներին, Մոսկվան ընդունում է այն, ինչը մինչ այդ հերքում էր։ Օդանավը խոցվել է հենց իրենց կողմից։ Սակայն նրանք նշում են, որ այդ որոշումը ընդունվել է լուրջ պատճառների հիման վրա։ Նրանք ասացին, որ օդանավը խախտել է Խորհրդային Միության օդային սահմանը եւ նույնացվել էր որպես ամերիկյան կողմից ուղարկված հետախուզական լրտեսական ինքնաթիռ։ Այս հայտարարությունից հետո գերտերությունների միջև լարվածությունը կտրուկ աճում է։ ԱՄՆ-ն եւ Խորհրդային Միությունը սկսում են բացահայտ մեղադրել միմյանց ողբերգության համար։ Լարվածությունն արդեն հասել էր այն աստիճան, որ մեծ պատերազմի վտանգը բացառված չէր։ Սակայն այդ ամենը դեռևս միայն հայտարարություններ էին։ Դեպքի իրական պատկերը բացահայտելու համար անհրաժեշտ էր լիարժեք եւ անկախ հետաքննություն։ Բայց այստեղ առաջանում է մեկ խնդիր. կողմերը չեն վստահում միմյանց, եւ հենց այդ պատճառով որոշվում է ստեղծվել միջազգային չեզոք հետաքննող մարմին, որի նպատակն է պարզել օդանավի կործանման ամբողջական պատկերը առանց որևէ կողմի ազդեցության։ Բայց հետաքննությունը սկսելու համար ամենաառաջին քայլը դա օդանավի երկու սևարքերի հայտնաբերումն է։ Դրանք պարունակում են թռիչքի բոլոր պարամետրերը, օդաչուների եւ անձնակազմի խոսակցությունների ձայնագրությունները, որոնք կարող են բացահայտել կատարվածի իրական պատճառները։ Ոչ ոք հստակ չգիտի, թե կոնկրետ որտեղ է խոցվել եւ կործանվել օդանավը, քանի որ տվյալ ռադարը ամբողջությամբ չէր վերահսկում նման լայն ծովային տարածքը։ Բացի այդ, 1980-ականների որոնողական թվային տեխնոլոգիաները դեռ այնքան զարգացած չէին, որքան այսօր, որ կարողանային շատ արագ պարզել տեղանքը, ել չասած պատճառները։ Եվ հենց այդ անորոշությունը զգալիորեն բարդացնում էր հետաքննության ընթացքը։ Ինչ էլ որ լինի, շտապ պետք է հայտնաբերել սևարքերը։ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան ակտիվ միանում են եւ միասին որոնում սևարքերը, բայց սևարքերը միայն իրենք չեն, որ որոնում են։ ԽՍՀՄ-ը առանձին նույնպես որոնում է։ Եվ այստեղ սկսվում է մրցակցություն։ Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ եթե սևարքերը առաջինը հայտնաբերեն ԽՍՀՄ-ը, նրանք միգուցե երբեք չբացահայտեն իրական կատարվածը։ Մինչ ընթանում էր սևարքերի որոնումները, ԱՄՆ-ն ստանում է օդանավի թռիչքի հետագիծը Ճապոնիայում տեղակայված իրենց իսկ զինվորական օդուժից։ Զինվորական ռադարները ցույց տվեցին, որ մինչ խոցվելը օդանավը իրոք այն էլ երկու անգամ հատել էր ԽՍՀՄ-ի օդային տարածքը։ Պարզվեց, որ ԽՍՀՄ-ը ճիշտ էր։ Բայց ինչն էր պատճառը, ինչու է օդանավը շեղվել երթուղուց մոտ 500 կիլոմետր եւ հայտնվել ԽՍՀՄ-ի օդային տարածքում։ Այս եւ այլ կարևոր տեղեկությունները, որը կբացահայտեր դեպքի ամբողջական պատկերը, մնում է ծովի խորքում ինչ-որ տեղ։ Եվ 2 ամիս անց մասշտաբային որոնումներից հետո սևարքերը այդպես էլ չեն հայտնաբերվում։
եւ որոնումները դադարեցվում են։ Թե ինչու է օդանավը շեղվել երթուղուց եւ ինչ էր կատարվել վերջին վայրկյաններին, ԱՄՆ-ն կարող է միայն ենթադրել։ Ամերիկացիները նաև պարզեցին, որ իրենց RS-135 ռազմական հետախուզական օդանավը այդ օրը իրոք գտնվում էր Սախալինի կղզու տարածքում։ Արտաքնուց այն նման է Boeing 747-ին, նույնպես ունի 4 շարժիչ, իսկ ԽՍՀՄ ստացել էր տեղեկություն անկոչ հյուրի մասին։ Նրան հետևում էին եւ փորձում էին հայտնաբերել։ Երբ ուղևորատար 747-ը եւ ռազմական 135-ը պատահմամբ հայտնվում են նույն կետում, ԽՍՀՄ-ի ռադարը այդ պահին ցույց է տալիս մեկ օդանավ։ Su-15 կործանիչը այդ պահին գտնվում է նույն բարձրության վրա Boeing 747-ի հետ եւ մտածելով, որ դա հենց ամերիկյան լրտես օդանավն է, կրակում եւ կործանում է այն։ Այստեղ գլխավոր հարցն այն է, թե ոչնչացնել թիրախը հրաման ստանալուց հետո արդյոք Su-15 կործանիչի օդաչուն բավական մոտեցել է օդանավին, որպեսզի տեսնի արդյոք դա ուղևորատար է, թե ոչ։ Եվ այս հարցը պարզելու համար ԱՄՆ-ն փորձում է հարցազրույց վերցնել Su-15 կործանիչի օդաչուից, բայց ԽՍՀՄ-ի կողմից մերժում է ստանում։ Մի քանի ամիս անց անկախ միջազգային հետաքննող խումբը հրապարակում է ողբերգության պատճառը։ Չնայած որ դա 100%-անոց չէ, բայց նրանք հրապարակային հայտարարում են, որ ուղևորատար 747-ը հայտնվել է ԽՍՀՄ-ի օդային տարածքում օդաչուի սխալի հետևանքով, որ օդաչուները ամենայն հավանականությամբ մոռացել են միացնել օդանավի վրա եղած հատուկ նավիգացիոն համակարգը, որը նրանց պետք է տաներ նախատեսված անվտանգ երթուղով։ Բայց իրական գաղտնիքը այդպես էլ մնում է սևարքերի մեջ ծովի խորքում։ Ոչ ոք դեռ չգիտի, թե որտեղ է կործանվել օդանավը, բայց այնուամենայնիվ պարզվում է, որ որոշներին դա հայտնի է։ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը թաքցրել է այն, ինչը այսքան ժամանակ փորձել են փնտրել ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան։ Դեպքից մի քանի շաբաթ անց ԽՍՀՄ հայտնաբերել է ոչ միայն օդանավի կործանված բեկորները եւ կոնկրետ խոցման վայրը, այլ ամենակարևորը՝ սևարքերը։ Բայց այդ մասին նրանք չեն ասել ոչ ոքի, այն գաղտնի է պահվել։ Եվ վերջապես, երբ գալիս է այդքան երկար սպասված ժամանակները, երբ մոտ 10 տարի անց սառը պատերազմը ավարտվում է, իսկ ԽՍՀՄ փլուզվում է, սկսվում է բացահայտվել իրականությունը։ Նոր իրականության մեջ ձևավորվող Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է խզել անցյալը եւ ավելի բաց քաղաքականություն վարել աշխարհի հետ։ Այդ ժամանակ Մոսկվան շատ կարևոր որոշում է կայացնում՝ բացել այն գաղտնի փաստաթղթերը, որոնք երկար տարիներ փակ էին մնացել։ Եվ 1992 թվականին Սեուլում կայանալիք պաշտոնական հանդիպման ժամանակ այդ ժամանակվա Ռուսաստանի առաջնորդ Բորիս Ելցինը փոխանցում է այդքան երկար սպասված մոտ 10 տարի առաջ կործանված Korean Airlines 007 չվերթի Boeing 747-ի սևարքերը Հարավային Կորեայի ղեկավարությանը, որը պահվել էր գաղտնի շուրջ 10 տարի։ Ելցինը ցանկանում է վերջ դնել այն ամենին, ինչ եղել է, եւ բացել նոր էջ։ Այժմ կա այն ամենը, ինչը կբացահայտի, թե ինչպես եւ ինչ եղավ այդ ճակատագրական օրը։ Շատ կարճ ժամանակում ստեղծվում է նոր միջազգային հետաքննչական խումբ, որին մասնակցում է նաեւ Ռուսաստանից ավիացիոն հետաքննիչներ։ Առաջին հերթին հետաքննիչները ստուգում են, արդյոք սևարքերի ձայնագրությունը փոփոխված չի եղել նախկին ԽՍՀՄ-ի կողմից, քանի որ ԽՍՀՄ-ին չէին վստահում։ Ֆրանսիայի ավիացիոն լաբորատոր հետաքննության արդյունքում պարզվեց, որ ամեն ինչ տեղում է, ոչինչ փոփոխված չէ եւ կարելի է լսել ձայնագրությունը։ Սկզբում տարօրինակ ոչինչ չկա, սովորականի պես օդաչուները զրուցում են, բայց ահա օդանավի պարամետրերի ձայնագրիչը հստակ ցույց տվեց, որ օդանավը իրոք հատել է ԽՍՀՄ-ի օդային տարածքը, այն էլ 2 անգամ։ Դա չպետք է տեղի ունենար։ Միթե փորձառու օդաչուները նման կոպիտ սխալ են թույլ տվել։ Հետաքննիչները պարզեցին, որ երբ կապիտանը օդանավը միացրել է ավտոմատ կառավարման, նա պարզապես մոռացել է միացնի այսպես կոչված INS
իներցիոն նավիգացիոն համակարգը, որը անվտանգ եւ ճիշտ երթուղին ցույց կտար։ Այն ավտոմատ համակարգի հետ չի միանում, պետք է առանձին ձեռքով միացնել, եւ դա օդաչուները ցավոք սրտի չեն արել։ Եվ չեն էլ նկատել իրենց սխալը, որը քիչ անց հանգեցնելու է ողբերգական ավարտի։ Եվ ահա վերջապես դեպքի ամբողջական պատկերը, թե ինչպես է տեղի ունեցել ամեն ինչ։ Թռիչքից մի քանի ժամ անց ուղևորատար 747-ը սխալ միացված նավիգացիոն համակարգից շեղվում է նախատեսված երթուղուց եւ առաջին անգամ հատում է ԽՍՀՄ-ի օդային տարածքը, որը այդ ժամանակ արգելված տարածք էր։ Այդ պահին ԽՍՀՄ-ի ռազմաօդային ուժերը հետևում էին ամերիկյան լրտես ռազմական օդանավ RS-135-ին։ ԽՍՀՄ-ը 3 կործանիչ է օդ բարձրացնում որսալու անկոչ հյուրին, բայց կործանիչները առաջին անգամ չեն կարողանում հասնել։ Օդանավը լքում է ԽՍՀՄ-ի տարածքը, բայց նրանք ռադարներով հետևում են ընթացքը եւ տեսնում, որ այն կրկին մոտենում է իրենց տարածքին։ Եվ քիչ անց, երբ 747-ը երկրորդ անգամ մոտենում է ԽՍՀՄ-ի Սախալին կղզու տարածքին, այնտեղ արդեն օդուժը նախորոք պատրաստ է լինում եւ 2 կործանիչ օդ է բարձրանում։ Զինվորական ռադիոհաղորդիչով ոչ մի կերպ չի ստացվում կապ հաստատել 747-ի անձնակազմի հետ։ Երբ Սու-15-ի կործանիչը հասնում է 747-ին, օդաչուն կործանիչի գնդացրից նախազգուշացնող կրակ է արձակում։ Նման դեպքերում սովորաբար փամփուշտները լինում են լուսային, որ նկատելի լինի։ Բայց ճակատագրի բերումով այս անգամ դրանք լուսային չեն լինում եւ ուղևորատար 747-ից ոչ օդաչուները, ոչ էլ անձնակազմը չեն տեսնում դա։ Նրանք պատկերացում չունեն, թե ինչ վտանգի մեջ են, մինչև չի լինում շատ ուշ։ ԽՍՀՄ-ի համար ժամանակը սուղ է, պետք է որոշում կայացնել շատ արագ, քանի որ անկոչյուրը շուտով դուրս կգա իրենց տարածքից։ Հենց այդ պահին ավիադիսպեչերը նոր հրահանգ է տալիս 747-ի օդաչուներին բարձրություն հավաքել։ Նա տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, չի տեսնում, թե կոնկրետ որտեղ է օդանավը, քանի որ իրենց ռադարը չի ծածկում ամբողջ ծովային տարածքը։ Սու-15-ի օդաչուն, տեսնելով 747-ի այս կտրուկ մանևրը, սրան էլ գումարած, որ ոչ մի պատասխան չկա, նրա կասկածները վերածվում են համոզմունքի, որ դա ամերիկյան RS-135 ռազմական օդանավն է, եւ այն ուզում է փախուստի դիմել։ ԽՍՀՄ-ի օդաչուն հրաման է ստանում ոչնչացնել թիրախը, եւ մինչ ուղևորները պատրաստվում են նախաճաշի, Սու-15-ի օդաչուն արձակում է 2 հրթիռ, որոնք մոտենում են ուղևորատար 747-ին 2300 կմ ժամանակությամբ։ Մի քանի վայրկյան անց 2 հրթիռներն էլ հասնում են իրենց թիրախին։ Նրանցից մեկը դիպչում է օդանավի միջնամասին, իսկ մյուսը պոչային հատվածին եւ վնասում ամբողջ հիդրավլիկ համակարգը։ Օդանավը պարալիզացված է։ Այն այլևս հնարավոր չէ կառավարել, ինչքան էլ որ օդաչուները պայքարեն։ 747-ը կտրուկ վեր է բարձրանում, այնուհետև մոտ 1100 կմ/ժ արագությամբ քարի պես իջնում ուղիղ ճապոնական ծով։ Ուղևորների մեծ մասը այդ պահին ողջ է լինում եւ գիտակից վիճակում։ Ներսում եղած բոլոր 269 հոգին զոհվում են։ Մի շատ կարևոր հարց դեռ մնում է։ Բոլորը, ինչպես միջազգային հետաքննիչները, այնպես էլ զոհվածների հարազատները, ուզում են իմանալ, կրակի հրաման ստանալուց հետո Սու-15 կործանիչի օդաչուն ինչպես է գործել եւ տեսել ամեն ինչ։ Արդյոք նա տեսել է, որ դա ամերիկյան լրտես օդանավ չէ։ Եվ միայն դեպքից 10 տարի անց 1993 թվականին, երբ ԽՍՀՄ-ն արդեն փլուզվել էր, Սու-15 կործանիչի օդաչուն, ով այդ օրը խոցեց օդանավը, կարողանում է եւ համաձայնվում է տալ հարցազրույց եւ պատմել իր տեսածը, թե ինչպես է դա եղել։ Երբ ես մոտեցա թիրախին, տեսա օդանավի լույսերը, մի պահ թվում էր, որ այն ուղևորատար է, բայց տեսանելիությունը վատ էր եւ մութ էր։ Ինձ ասացին, որ այս տարածքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռն է։ Ես աջ կողմի ներքևի հատվածում էի, որ նրանք նկատեն ինձ։ Նրանք պետք է նկատեին ինձ։
բայց ոչ մի արձագանք չեղավ։ Երբ 747-ը սկսեց բարձրություն հավաքել, Սու-15-ի օդաչուն ընդունեց դա որպես փախուստ։ Ես հասկացա, որ դա հենց լրտես ռազմական օդանավն է, որը մենք փնտրում էինք, եւ ես արձակեցի 2 հրթիռ, տեսա, թե ինչպես այն խոցվեց։ Դրանից հետո ես ետ վերադարձա։ Շատ հետաքննիչներ նշում էին, որ կործանիչի օդաչուն այդ ամենը շատ ծանր է տարել, եւ որպեսզի կարողանա ապրել եւ առաջ շարժվել, գիշերները հանգիստ քնել, նա մինչև վերջել իր մեջ համոզված էր, որ խոցել է ամերիկյան ռազմական օդանավ, եւ դրա համար նրան շատերը անհատապես չէին մեղադրում։ Չնայած այս ամենին, այս լայնածավալ հետաքննության արդյունքում դեպքը որակվեց որպես դժբախտ պատահար։ Այս դեպքից հետո փոփոխվեցին օդանավերի նավիգացիոն համակարգերը, այն բարելավեց, որպեսզի նմանատիպ դեպքերը ապագայում բացառվեն։ Բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։